Սիրելի կանայք, բռնությունը չի կարող համարվել նորմալ, թե ֆիզիկական, թե հոգեբանական, թե հուզական, այսինքն գազլայթինգը, հայհոյելը, արժեզրկելը, քննադատելը, վիրավորելը, նվաստացնելը, ծեծել ջարդելը, ինչ որ մեկի ներկայությամբ ձեր հաշվին ինքնահաստատվելը եւ այստեղ ոչ թե խոսքը նրա մասին է, թե ով է ճիշտ, ով է սխալ, այստեղ չկա կողմնապահություն, չկա սեքսիզմ, եթե ձեր անձի հանդեպ կիրառել են բռնություն ու դուք ինչ-ինչ պատճառներից ելնելով լռել եք, պետք չի հետագայում այդ ամենը դարձնել նորմալ, այսինքն ձեր բարեկամը երբ որ գտնում է նմանատիպ հարաբերությունների մեջ, կին կլինի, քույրիկ կլինի, մորքուրի աղջիկ կլինի, պետք չէ նրան ասել հետևյալը, որ դե լավ տղամարդ է, խմած ա եղել, ծեծելա, գլուխը ջարդելա կամ կապտուկների է հասցրել, որ անդադար հայհոյում է, դա նորմալ է, դե տղամարդ է, մի բան ասելա, փորձիր անտեսել, փորձիր լռել, կանցնի կգնա, նման մոտեցումով դուք տվյալ մարդուն, այսինքն զոհին դարձնում եք ավելի մենակ, ավելի միայնակ, զոհը առանց այդ էլ երբ որ բռնության է ենթարկվել, երբ որ գազլայթինգի է ենթարկվել, երբ որ տևական ժամանակ նրան ասել են, որ դու դեբիլ ես, որ դու վատն ես, որ դու անարժան ես, որ քեզ պետք է դաստիարակել, որ դու անդաստիարակ ես, որ դու լիրբ ես, որ դու ես, այն ես, արդեն իսկ նրա մոտ կա մեղավորության զգացում, արդեն նա կերել է այդ խոսքերը, նա մտածում է, որ իր հետ ինչ որ բան այն չի, որ իր հետ այդպես են վարում, նա մտածում է, որ ինքը մեղավոր է, ինքը սխալ է եւ այն ինչ բռնություն իր հանդեպ կիրառում են, նա մտածում է, որ արժանի է այդ պատժին եւ երբ որ դուք ձեր հարազատին ասում եք, որ դե լավ ձեն մի հանի տղամարդ է, գուցե դու ես մեղավոր, գուցե դու ես լեզվանի, զոհի մոտ առաջանում է պատկերացում կամ համոզմունք, որ իրոք գուցե իր հետ է ինչ որ բան այն չի, որ տեսեք ամբողջ աշխարհում ոնց որ բոլոր կանայք այդ դրա միջով անցնում են, հետեւաբար արի լավ է, ես էլ լռեմ, ուրեմն մի բան այն չի, ուրեմն դե տենց էլ պետք է լինի, ոչ այդպես էլ պիտի լինիով չի, բռնությունը ոչ մի պարագայում չի կարող քաջալերվել, առավել եւս երբ որ տևական ժամանակ, երբ որ տևական բնույթ է կրում, երբ որ կապտուկների է հասնում, այսինքն մեզ համար ամենաշոշափելի բռնության տեսակներից մեկը դա ֆիզիկական է, որտեղ մարմնի վրա հետքերը երևում է, որտեղ մեր համար ֆիզիկական ցավը հաճախ ավելի տեսանելի է, իսկ հոգեբանական բռնությունը ագրեսորը, նարցիսը կամ բռնարարը հաճախ շատ սիրուն քողարկում է, նա փորձում է հակառակը ապացուցել զոհի պաշտպանին, երբ որ զոհը ինչ որ մեկին պատմում է, որ հոգեբանական բռնության է ենթարկում, վիրավորանքների, կտանքների, հայհոյանքների, այստեղ բռնարարը շատ գեղեցիկ փաթեթավորած հակառակը ապացուցում է զոհի պաշտպանին, որ նա շառ է անում, նա սուտ է խոսում, նա հոգեկան խանգարում ունի, նա գժվել է, նրա հետ մի բան այն չի, ոնց կարամ ես նրան ծեծեմ, նա իմ երեխեքի մայրն է, նա սկսում է շատ համոզիչ ձևով ագրեսորը այնպիսի պատմություններ հորինել, որ հավատում են, որ այդպիսի բան չկա, բայց պետք չէ մի կողմի միայն մեծ նշանակություն տալ, այդ red flag-եր ասածը, որ հիմա շատ մոդայիկ եք դարձել, դա միանգամից չի առաջանում, հարաբերության արդեն իսկ առաջին օրվանից զգացվում է, որ դուք գործ ունեք բռնարարի հետ, ուղղակի երբ որ դուք սիրահարված եք, հրապուրված եք, կամ ապրել եք ծանր ընտանիքում, որտեղ որ ձեր միակ փրկությունը այդ ընտանիքից փախուստն է ամուսնության միջոցով, դուք մի ընտանեկան բռնությունից տեղափոխում եք մյուս բռնարարի ձեռքերն եք ընկնում եւ երբեմն սկզբից դա շատ պարզ ու մատչելի չի երևում, երբեմն դուք ձեր սեփական շահից ելնելով, սեփական նպատակի համար հանդուրժում եք, այն կամ անտեսում եք, այն ինչ որ արդեն ռեալ երևում է եւ հարգելիները, սիրելի կանայք, խի եմ մատնանշում կանանց, որովհետեւ կանայք հաճախ ավելի շատ են իրար հետ քննարկում նման թեմաները, ընտանեկան խնդիրները, անգամ սեռական կյանքը ամուսինների միջև կանայք ավելի հեշտությամբ են իրար հետ քննարկում, երբ որ ձեր հարազատը, դա իմ հորդորն ու խնդրանքն է, ձեզ հետ կիսվում է իր ցավը, իր անհաջող փորձառությունները, որ իրեն ծեծում են, ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկում, պետք չէ արժեզրկել, պետք չէ նորմալիզացնել, թե դա նորմալ է, որ քո ամուսինը մի անգամ քո վրա ձեռք է բարձրացրել, նա չի խոսում մի անգամվա մասին, նա խոսում է բազում դեպքերի մասին, ցույց է տալիս կապտուկներ, արդեն փաստերով երբեմն լինում է, որ ինչ որ
զապիսներով ներկայացնում է, որ ինչի մեջ է նա հայտնվել, ինչ իրավիճակում, ինչ հոգեբանական ծանր փորձառությունների միջով է նա անցնում, եւ երբ որ դուք արժեզրկում եք նրա ասածները, դուք եւս նպաստում եք, որ նա շարունակի ապրել նույն հարաբերությունների մեջ։ Սիրելի կանայք, կամ ցանկացած մարդ, ով որ լսում է այս տեսանյութը, ով որ գտնում է նման հարաբերությունների միջև, այստեղ խոսքը ճիշտ ու սխալ անելը չէ։ Բռնությունը բացահայտվում է, բռնարարական, աբյուզիվ հարաբերությունները կանխվում է առաջին քայլից, երբ որ այդ մասին բարձրաձայնում են այնպիսի մի վայրում, որտեղ ձեզ հասկանալու են, ընդունելու են, աջակցելու են, փորձելու են պաշտպանել։ Դուք այդքան էլ անպաշտպան վիճակում չեք գտնվում, բայց երբ որ ձեզ տևական ժամանակ բռնության են ենթարկում, ձեր տեսադաշտից դուրս են մնում այս հարցի լուծում ունեցող կողմերը։ Ձեզ թվում է, թե դուք այս մղձավանջից չեք ազատվելու, ձեզ թվում է, որ դուք անկարող եք, անպաշտպան եք, աշխարհում ոչ մեկին պետք չեք։ Բայց այդպես չէ, աշխարհում միշտ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ներգրավված են, ունեն ցանկություն, որպեսզի ձեզ օգնեն։ Սկսած ինչ որ կառույցներից, դուրս եկած ինչ որ թեժ գծերից, հոգեբանական թեժ գծեր կա, որտեղ որ դուք կարող եք զանգել, խոսել ձեր խնդրի մասին։ Ցավոք, ես հիմա անգիր համարը չեմ իմանում, որպեսզի թելադրեմ, բայց որ սրճ անեք, որոնման դաշտում գրեք այդ մասին, համոզված եմ, որ թեժ գծեր գոյություն ունեն։ Ես ինքս բազմիցս եղել է, որ այդ համարը փնտրել եմ եւ ուղարկել եմ ինչ որ մարդկանց, ովքեր որ սյուղ վիճակում դիմում են ինձ, որպեսզի հոգեբանական օգնություն ստանան։ Մյուս կարևոր պահը, որ ուզում եմ նշել, երբ որ արդեն դուք գալիս եք հոգեթերապիայի, հոգեթերապևտը չի դառնում ինչ որ մեկի կողմնապահը, ճիշտ ու սխալ չի անում, չի քննադատում բռնարարին, անվանումներ չի տալիս։ Սիրելիներս, հարգելիներս, անգամ այն մարդիկ, ովքեր որ հիմա լսում են այս տեսանյութը, ովքեր որ հենց բռնարար են կոչվում, ես ձեր դեմ ոչինչ չունեմ։ Երբ որ ձեր կինը, ձեր քույրիկը, ձեր հարազատը գալիս է հոգեթերապիայի, ես նրան երբեք չեմ տրամադրում ձեր դեմ։ Հոգեթերապևտի աշխատանքը ինչ որ մեկի թիմակիցը դառնալը չի։ Հոգեթերապևտը երբեք ոչ մեկի չի ասում ամուսնալուծվիր կամ մնա այդ հարաբերությունների մեջ։ Ավելին ասեմ, դա ամենակոպիտ խախտումներից մեկն է, եթե հոգեթերապևտը ուղիղ ինչ որ մեկին ասի ամուսնալուծվիր կամ մի ամուսնալուծվիր, ներիր կամ մի ներիր, հանդուրժիր կամ մի հանդուրժիր։ Հոգեթերապևտը ստեղծում է ապահով պայմաններ, որպեսզի մարդը այդ անվտանգ մթնոլորտում, կաբինետում սկսի քայլ առ քայլ ուսումնասիրել իր արժեքները, իր կյանքը, անցյալը, ներկան, այսինքն իր ինքնագնահատականի հետ է աշխատում, անձնային սահմանների հետ, կարողությունների հետ, թե ինչու է նա հանդուրժում, ինչ մոտիվներ կան, ինչու է մնում այդ հարաբերությունների մեջ։ Սա հարցեր են, ոչ թե պատրաստի պատասխաններ։ Ես ինչքան էլ հիմա փորձեմ շատ sense խորքայի ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում կաբինետում, միևնույն է րոպեները չեն հերիքի, բայց շեշտադրումը, կլուչը, մեխը իմ ասածի այն է, որ հոգեթերապևտը անգամ երբ որ ահավոր ցավոտ դեպքի մասին է խոսքը, երբ որ ես ինքս շատ ծանր ցավ եմ զգում բռնության ենթարկված մարդու հանդեպ, ես իրավունք չունեմ որպես մասնագետ ու երբեք ինձ նման բան թույլ չեմ տա, չեմ ասի ամուսնալուծվիր կամ քո ամուսինը վատն է։ Նման արտահայտություններ չկան հոգեթերապևտի բառապաշարում։ Հոգեթերապևտը ճիշտ ու սխալ անող չի, քննադատող չի, լավ ու վատ անող չի, գնահատականներ տվող չի։ Հոգեթերապևտի աշխատանքը լրիվ այլ բնույթ է կրում։ Այսքանը, սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։